Ջրի արտահոսք հետքերով բազմաբնակարան շենքը, այս շենքում մի անգամ էլ եմ եղել, շատ անկանոն պրոյեկտ է, այսպես այս կողմից է արտահայտվել, պատվիրատուն ասեց 3 տարվա խնդիր է, հասկանանք կողքը ինչից է։ Վանի տանն ենք, վերանորոգումը այստեղ տեղի ունենում, այսինքն այս պահին էսա վիճակը, բայց այստեղ էլի հոսում է, բաղնիքի հատվածով, այս պանելով նույնպես ջուրը կաթում է, ժամանակ առ ժամանակ։ Սա անմիջական կասկածելի բնակարանի ներքևի բնակարանն է, որտեղից էլի կհաթում է, էլի սենց արտահայտված է։ Նույն բնակարանի ճաշասենյակում նույնպես այսպես արտահայտված է, ու երբս ծեփլավիզորով ֆիքսում է։ Հասկանանք ինչից է։ Սա անմիջական այդ կասկածելի բնակարանը, այսինքն առաջի բնակարանը այս պատի հետևն էր, երկրորդը պատի հետևի ներքևն էր, երրորդը սրա անմիջական ներքևն էր։ Հասկանանք ինչից կարա լինի։ Ճնշումներ տալով բացառում եմ խողովակաշարի մեջից արտահոսքը, հանցնենք սալիկի հերմետիկությունը ստուգելուն, քանի որ էլի խոնավաչափով միկրոսկոպով ուսումնասիրել եմ, մեծ կասկածներ ունեմ, հասկանանք ինչ արդյունքի է բերում հիդրոխցանով ջուր լցնելը։ Տրապի մեջ արդեն գոյություն ուներ արհեստական խցանում, կիսով չափ, այսինքն այս մազակալումը բնականաբար չէր թողի, որ ջրահեռացումը լիարժեք կատարվի, հեսա հասկանանք։ Սա անմիջական ներքևի հարևանի տունն է, սկսեց չռալը, վերևը հիդրոխցանի պատճառով։ Անմիջական ներքևի հարևանի կողքի բնակարանն է չռած։ Ոստեղ նույնպես ջուր եկավ։ Կողքի բնակարանում էլ ամենը ավելացավ։ Այսինքն արդյունքին եկել եք սենց հիդրոխցան տալով, այս միկրոճաքերի վրա ջուր պահելով, մի անգամից այդպես ակտիվ սկսած բոլոր կողմերից արտահոսել։